Նորից եմ կրկնում, բան ենք խոսում, խանգարում ես։ Տիկին Անջունի ներեցեք, ես այս ժամանակից երկար չեմ խլի։ Պարզապես ուզում էի խնդրել, որ վերջին 2 ժամը ինձ փոխարինող գտնեիք։ Արևշատյան ինչ-որ բան է պատահել։ Դե, այո, որոշ խնդիրներ կան, ընտանեկան հարցեր են։ Շտապ պետք է տուն գնամ։ Մի ընտանիք էլ ունենաս։ Քեզ ով է թույլ տվել նման հեգնանքով խոսել իմ ընտանիքի մասին։ Թե չէ ինչ։ Մի ստիպիր ինձ ընտանիքից ստեղծման պատմությունը հիշեցնել։ Անուշ, իմ ընտանիքին այս քաղաքում բոլորն են ճանաչում։ Ես շատ հարգված եւ սիրված ընտանիքից եմ։ Այ դու մտածելու տեղ ունես։ Կարելի ասել, ընտանիք էլ չունես։ Ով է ընտանիքդ, կորած ամուսինդ, թե մատուցող աղջիկդ։ Եվ դե չես ամաչում, այսպեսի բաներ ես ասում։ Եվ սա խոսում է այն կինը, ով անամոթաբար իրեն նետեց իմ ամուսնու գիրկը եւ քանդեց ընտանիքս։ Լիդիա, սա լսողական խաբկանք է, թե իրականություն։ Ցավոք սրտի, դառը իրականություն է տիկին Լանջոնի։ Լիդիայի ամուսինը Կարոն իմ նախկին ամուսինն էր։ Ես նվաղ։ Ինձ թվում է դու գիտակցում ես, որ սրա համար պատասխան ես տալու։ Չնայած ես հասկանում եմ, ինչի է ընդունակ ամեն ինչ կորցրած կինը։ Բայց իմացիր, որ ես քեզնից չեմ վախենում։ Անուշ, տրորելու եմ, ոչնչացնելու եմ, անցնելու եմ վրայով, խոսքս հիշիր, հա? Քո ավազե դղյակը վաղ թե ուշ փլվելու է և գնալու ես կոնտրաստաշտակի առաջ։ Ոչնչացնելու եմ քեզ։ Մի աղուն էր հուրուբոր, խանձեց խորվեց, կդրեց ճարս, ինքի ճարս, շինեց խոր, խանձեց խորվեց։ Հայդո։ Ես էլի խմել ես։ Լավ եմ արա, քեզ ինչ։ Ես Միշոտ տունը չի, սենց շիշը ձեռդ ազատ ֆրֆռում ես։ Չէ, դասի է, բայց այդ կապ չունի, եթե սերապ ուզում է խմի, ուրեմն պտի խմի, եղավ։ Մալադեց, դու լավ մուժիկ ես։ Ճիշտ է, մեր մեջ ինչ-որ միջադեպ է եղել, բայց կապ չունի։ Ես փողը վերցրա։ Հայդը չեմ ջուգում, դու լուրջ իմ լավն ես ուզում։ Արախ կառնես կխմես։ Խանձեց խորվեց, կդրեց ճարս, ինքի ճարս, շինեց խոր, խանձեց խորվեց։ Այնքան եմ խմցնելու դառնաս փալաս։ Ես ինչքան շատ խմի, Միշոն այդքան շատ պրոբլեմ է ունենալու։ Միշոն ինչքան շատ պրոբլեմ ունեցավ, ես ինձ լավ եմ զգալու։ Միշոտ տղա քթերից եմ բերելու։ Գոնե դերապորտը նորմալ տեղն ես դրել։ Ամամ ջան, հանգիստ եղիր։ Հենց Լանջունու սենյակում ինչ մտածում էի, Լիդիայի դեմքին ասացի։ Ապրես, չխեղճանաս։ Դրա նման օձերին մեկ-մեկ պիտի իրանց տեղը ցույց տաս, որ շատ չոգևորվեն։ Մամ, այս անգամ ինչ ես Լիդիայի հետ վիճել։ Ինչ ենք սովորաբար վիճում։ Մասնագիտական թեմաների շուրջ։ Հաստատ։ Էլ ինչի պետք է վիճեինք։ Իսկ դու ինձ պատմելու բան չունես։ Ունեմ։ Էրիկն էր եկել ինձ տեսնելու։ Տանը երևի շատ խնդիրներ ունի, նեղված էր, անդադ լացում էր։
Մամ, գիտեմ, որ Երիկը քո հետ շատ վատ է խոսել, բայց ների էլի իրան։ Երևի տանը ներվայնացրել են, եկել է դպրոց ու քո հետ ավիճել։ Երիկն է քեզ նման բան ասել։ Դրա համար է եկել մեր տուն։ Ու ուրիշ բան չեք խոսել։ Չէ, մամ, ուրիշ ինչի մասին պետք է խոսեինք։ Ինքը շատ նեղված էր, ես էլ ասացի, երբ ուզում է, թող գա դարդրի իմ հետ կիսի։ Հա, մեկ էլ ասաց, որ ինձ քրոջ պես սիրում է։ Մամ, չես զարմանում, որ այդ Օցլիձայի ու հրեշ Կարոյի տղան ինձ քրոջ պես սիրում է։ Այդ փաստը ձեզ չի զարմացնում։ Դե չէ, ես միշտ էլ ասել եմ, որ Երիկը իր ընտանիքից շատ է տարբերվում։ Դրա համար էլ չեմ զարմանում։ Գիտես, ես շատ ուրախ կլինեմ, որ լավ ընկերներ լինենք, որ իրոք քույր ու եղբոր պես սիրեք ու հարգեք իրար։ Լավ, ես գնամ փոխվեմ Չոշանան։ Ուր ես գնում։ Տեղ եմ հրավիրված։ Որ ասեմ ուր եմ գնալու, միևնույն է չես ճանաչելու։ Լավ, թողնում եմ, գնա, քեզ բարի ժամանակ։ Շատ մեծահոգի եք, շնորհակալ եմ։ Տատի։ Տատի։ Ես ձեր ձեռքը կգժվեմ։ Մարդ շանս ունենար գնալ մարս մի քիչ ես աշխարհի աղմուկից կտրվեր։ Քեզ ինչ եղավ։ Հա ոչինչ բան։ Որ մեծանամ փող աշխատեմ։ Քո համար Մարսի վրա տուն եմ առնելու, իրար բոլոր հարմարություններով։ Սրանն այ որ sense մեծ չի խոսում։ Դուք ստեղ ինչ եք անում։ Էլի դու ոնց որ չես կտրվում, հա, այս տնից։ Բանալիներն են վերել հանձնում։ Էդ ինչա։ Այս փաբի բանալիներն են։ Այս տան բանալիներն են։ Այս Զովունի պահեստի բանալիներն են։ Այս Կոմիտասի սուպերմարկետի բանալիներն են։ Այս էլ Մասիվի հյուրանոցի բանալին է։ Այս հորդ փողերով արած օբյեկտների հետ ես էլ ընդհանրապես կապ չունեմ։ Տեսնում ես, չէ՞ որ սեփական նույնիսկ հավաբուն չունես։ Ոչինչ։ Կաշխատեմ հավաբուն կառնեմ։ Հազիվել հավաբուն առնես։ Ավելի լավ է մատիրա ոտքերի վրա հենվի, քան թե հորը տված ոսկի հենակների։ Հա։ Այսօր քարտերը դա, որ հերու աղջիկ, օրը մեջ արկելա փակում էիք, վեկալ։ Կներես, ինքնագործունեության համար հայրդ ներս հրավիրեց։ Պապան ու բա։
Ընկերները կանչեցին դուրս եկավ։ Մամայիդ համար տեղեր էի գնել։ Հետո հայրդ ասաց, որ դեռ ոչինչ չի կերել ու սպասում են քեզ, որ գաս տուն ուտելու բան պատրաստես։ Ես էլ որոշեցի չսպասել եւ ինքնուրույն պատրաստեցի։ Իզուր եք նեղություն քաշել։ Ես կգայի կպատրաստեի։ Ոնց հասկանում եմ տան ողջ հոգսը քեզ վրա է։ Խղճում եք ինձ։ Չէ, աստծո սիրուն։ Հակառակը շատ եմ հպարտանում։ Շատ եմ հպարտանում, որ այս տարիքում ավելին ես անում, քան պարտավոր էիր։ Դիկին Արաշեցյան, ես իմ ծնողներին շատ եմ սիրում ու ինչպես նրանք ինձ փոքր ժամանակ մեծացրել են, սիրով խնամել են, նույն կերպ էլ ես փորձում եմ գոնե մորս ածի կեսը հետ վերադարձնեմ, իրան սիրով խնամելով։ Ու ոնց որ ասում են, ամեն բան էլ փոխադարձ է այս կյանքում, անգամ սերը, եթե չտաս, չես ստանա։ Գիտես դու շատ բարի ու կարեկից տղա ես։ Եվ ես հենց սկզբից էլ գիտեի, որ այդ չարաճճի տղայի դիմակի ետևում իրականում շատ բարի մարդ է թաքնված։ Եկել եք գովեք ինձ։ Նաև դրա համար։ Բայց իրականում գալուս բուն նպատակը լրիվ այլ է։ Եկել եմ քեզ խնդրեմ, որ թույլ տաս քեզ օգնել։ Կարիք չկա Տիկին Արաշեցյան, ես մի ձև իմ գլուխը կպայեմ։ Միքայել, խնդրում եմ, թույլ տուր գոնե դեղերի հոգսը ես ինձ վրա վերցնեմ։ Ես աշխատում եմ ու այսքան ժամանակ դեռ դեպք չի եղել, որ ես դեղերը ուշացնեմ մամայի։ Ես վստահ եմ, որ այդպես է, բայց հասկացիր, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել եւ ոչինչ չանել մամայիդ այս վիճակում տեսնելուց հետո։ Ցավոք սրտի ես մեծ ահարուստ չեմ, որ արտերկրում մամայիդ բուժվելու ծախսը կարողանամ ինձ վրա վերցնել, բայց իմ հնարավորության սահմաններում թույլ տուր օգնել քեզ։ Գոնե դեղերը թույլ տուր ես գնեմ։ Խոստանում եմ չափը չեմ անցնի, էլ անկոչ յուրի պես չեմ գա ձեր տուն։ Բայց թույլ տուր օգնեմ։ Ընդուներ իմ օգնությունը։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիր։ Իսկ դու սոված չես։ Քանի ապուրը տաք է, դու էլ լցրուկ էր։ Շատ համեղ է ստացվել։ Իսկ դուք սոված չեք, կարող ենք միասին ճաշել։ Հանկեղծ ասած, այնքան խառը օր էր, որ ես էլ չեմ հասցրել ճաշել։ Եվ շատ ուրախ կլինեմ, որ միասին ճաշենք։ Դե ես սեղան գցեմ, ինչը վերջացնենք դուք։ Մտեք։ Բարև։ Բարև։ Ոնց է շուշ։ Փոխանակ ես հարցնեմ, ոնց ես դու ես հարցնում։ Այն օրվա քո տված համերգից հետո խելքի չեմ գալիս։ Վերջապես կասես գոնե հիմա իմանամ ինչ էր եղել քեզ։ Ինչի տենց մի անգամից վատացար։ Մարին աչքով աչք չունեն կարոյի հետ։ Չեմ հասկանում, ոնց է հաշտվել այն մտքի հետ, որ այդ տակոնքը իր հայրն է։ Ես էլ չեմ պատկերացնում, մամ ջան։
Չգիտեմ, մաման ասում է երևի ներվերից սա։ Իմ մամայի բառապաշարով ասած, մոտդ թաքնված հույզերի նևրոտիկ սինդրոմա։ Էդ գիտես որն է, որ լիքը դարդ ունես ու ոչ մեկ էլ չես կիսվում։ Ու քեզ մեջից կրծում է այդ։ Շուշ, ես գիտեմ, որ դու պապա այդ մասին շատ ես մտածում, ուղղակի չես արտահայտվում։ Ասել եմ, չէ, Աստված մեծ է։ Ինքը ինձ ու քեզ մենակ չի թողնի։ Նենց որ մի դադարի երազել։ Հավատա հրաշքներին։ Շուշ, գիտես ինչքան եմ պատկերացրել, որ մի օր պապաս ներս կմտնի ու կասի բարև իմ աղջիկը։ Շուշի, ես չգիտեի, որ դու սենց լաց կանես։ Գտել եք դու Էրիկը իրար, այնօրն էլ ինքն էր եկել լացում։ Այս սենյակը լրիվ լացկանների օֆիս է դառել, ով գալիս է այստեղ լացում է։ Միշոն եկել է, տեսել եք իրար։ Չէ։ Էրիկի հետ պետք է հանդիպեր, հիմա ինքը Էրիկին ավելի շատ է պետք։ Շուշի, կարող է դու իմանաս, Էրիկի հետ ինչ է կատարվում, ինչի է տխուր։ Չէ, ոչինչ բան չգիտեմ։ Բա դու ընկերուհի ես։ Մարդն էլ չիմանա իր ընկերը ինչի է տխուր։ Դու Միշոյի մասին ամեն ինչ գիտես։ Դե դեռ չէ։ Բայց խոստացել է, որ հենց լավանամ, տանելու է իրանց տուն ծնողների հետ ծանոթացնելու։ Գնալու ես։ Ահա։ Շուշի ինչ եղավ։ Ինչի մի տեսակ եղար։ Մար, իսկ եթե Միշոյի ծնողները այն չլինեն, ինչ դու պատկերացնում ես։ Դե Աստվածը լավը լինեն։ Բայց ասել եմ, չէ, ովքեր է որ լինեն, ես իրանց սիրելու եմ։ Չէ՞ որ իրենք իմ Միշոյին պահել ու մեծացրել են։ Ահա։ Էս էլ տուր, հա։ Դու գնա Էրիկի նվիրած պինգվինը կրկի։ Ինչ իմացար, որ ստեղ եմ։ Արմենին էի խնդրել, որ հենց կաց զանգի։ Արևշեցյանի պահովելու նեղված ես ինձնից։ Չէ։ Ինչ-որ բան կխմես։ Չէ, ես ապրես։ Պես դու եմ մի խմի էլի, չի սազում քեզ։ Մարինս տուն ես այս վիճակով գնաս է։ Մարիենց տնից գալուց հետո եմ այս վիճակին։ Ինչի։ Լավ, հարցս ուրիշ ձևակերպեմ։ Խոսացիր պապայիդ հետ, ինչ կապում են Արևշեցյանն ու ինքը։ Հա, խոսացի։ Ու ինչ պարզեցիր։ Պարզվում է, որ Արևշեցյանը պապային նախկին կինն է եղել։ Թորոս այնես պանոսիր իմ արև մուազենես բիզբիզ կոյնավ, հա։ Ոնց թե օանուշը Լիդիայի մարդու կենիքն այլ է։ Հա, բա, տենց եմ իմացել։ Խա դու ոնց իմացար։ Դու խոն ասեց, լանջունին այսօր իրա կաբինետում հավեսով նվաղել է։ Բայց, էդ իլը չի թարգե նվաղել է։ Դու ինչ թարգել, ավելի կատարելագործել է։ Ուրեմն դու հլա ես լսի է, լանջուն ու սենյակում Անուշն ու Լիդիան իրար ինչ ասես ասել են ու չեն կրվել, տոմեկ էլ Անուշը ստար է բերել է ու Լիդիային ասել է դու ծենըդ կտրի, դու իմ տունը քանդել ես, մարդուց քեզնով ես արել։ Վայ քուարը, հենց է տենց էլ էր, հա։ Դե հիմի կարող է ուրիշ ձևի էլ ա եղե, ամենայն դեպս դու խոնից այդպես ասեց, հայերին չգիտես,
10-ը 100 են անում, 100-ը 110։ Վայ, լրիվ խայտարակել անք Թորոս։ Փաստորեն Օնուշն ու Լիդիան դեկոր կանոնիկ չեն, խա։ Ոնց ասեմ քեզ, մեկը Կարոյի անցյալ կատարյալն է, մեկը ներկա անկատարը։ Այ Թորոս, լրիվ շեշնամա իրար, այ ախպեր, նորմալ մարդավարի մեր բացատրալը խասկնամ ինչ է կատարվում։ Այդ դրա չես հասկանում։ Անուշը Կարոյի կատարյալն է, բայց անցյալ։ Լիդիան անկատար է, բայց Կարոյի ներկան է։ Հասկացա՞ր։ Պարզա։ Թորոս ջան, դու ինչի պատգամավոր չես դարձել այ ախպեր։ Ասեք, ինձ ուժեղ ես բացատրում, իմ օրև քեզի կես բառից խասկնում եմ, հա։ Դու պատգամավոր չէ, բայց որ պարլամենտում պահակի տեղը մի հավեսով կաշխատեմ։ Ջոգում ես, ինչ փթանոց սատեր են ընդ ֆրֆռում, փողավոր կկապցնեմ։ Այ էդի չեմ գիտում, բայց եթե պոհակի օգնականի գործնի, մի հատ իմ խմար տեղ կթի էլի ախպորպես, կամ քեզի օգնականը աշխատեմ։ Թորոս, գիտես ոնց, ճիշտ է, այս Ռուսաստանը շոտ on ծոյրացիր մեծ երկիր է, չէ։ Այդ իմ օրև մերիտա մոտնոցիչով Հայաստանից խետ չեմ փոխի ախպեր։ Թորոս ինենց եմ մորոցե մեր երկիրը, մերիտա խողը ջուրը, Երևանը, իմ օրև ոնց ասեմ, Թորոս, էտա ասֆալտն եմ մորոցե, հա։ Էտա բորձուրները ճոմփեքի, քաղաքի մեր փոշին, արա ինենց ամեն ինչը կորոցել եմ։ Այ Թորոս։ Հաստատ այդ երևը։ Հա միշ։ Պապան ասաց, որ ամուսնացել են, 3 ամիս իրար հետ ապրել, հետո չեն հասկացել ու բաժանվել են։ Ու պապան Արավշատյանին միջև Արավշատյանի դպրոց գալը չի տեսա։ Ես ասում եմ շատ եկին Լիդիան մի անգամից տես թարսված Արավշատյանի հետ։ Դու ճիշտ էիր ասում։ Պապան ու Արավշատյանը իրար հետ ուրիշ հարցի շուրջ են հանդիպել։ Որ ասում էի չէիր հավատում այո։ Ես դաժե որ հիշում եմ ինչեր ենք բերել խեղճ Արավշատյանի գլխին, ամաչում եմ ինձ վատ եմ զգում։ Ախր շատ լավն է Արավշատյանը։ Ազնիվ, արդար, բարի։ Պապան գնացել է տնից։ Ու դժվար էլ հետ գա։ Լավ բան չա սիրելիս։ Դու ամենակարևորը չգիտես։ Հիշում ես Մարի գլխին ինչեր ենք արել։ Հիշում ես մենք Մարին ու իր հորը ինչ ձև էինք ձեռ առնում։ Թափանցիկ չես, մի կողմնունը ներս կամ։ Անց ինչ ես ձենդ գլուխ տիցը։ Ապուշ։ Ապուշը դու ես, թողեի ընկներ գետին բերան մերանը ջարդվեր։ Պիտի թողեիր ընկներ, որ շնորհակալ լինելու փոխարեն չասեր ապուշ։ Իրան չեմ ասում։ Ապուշ։ Էս անդասիրակին եմ ասում։ Ոյ մեռնեմ դաստիարակված ջան։ Այդ դասատու մերը տա դաստիարակ է թե այն հերդ։ Հիմար։ Լավ, արդեն երկարացնում ես։ Քանի բարեհամբույր ենք, թող գնաս տողից։ Սրա հերը երկրորդ վարադեյա լռիկ։ Պատյաշկաները բուջարդած ակնոցով, չէ։ Հիշում ես Մարին ոնց ենք նեղացնում, իր հորը վիրավորում։ Տերս աղբոր պես էլի մամութա։ Բայ ես ինչ ասեմ։ Որ առանց իմանալու
հորս եմ վիրավորել։ Մարին քո քուրն է։ Ինքը գիտի դրա մասին։ Չէ։ Երեխեքը Մարին գալիս է։ Ինչ ես ասում։ Գնա շարժի ցածր հիշում եք չէ՞ որ ինչ պետք է անի։ Ոնց չէ։ Բարի գալուստ։ Ապրեք շատ։ Բարի գալուստ։ Հաս, բայց իմ ծնունդը չի, ինչի համար են ես մոմերը։ Այսօր քո ոդկա կպնելու կապակցության չի։ Հիշեք։ Բայց համով գժերեք, շատ եմ սիրում ձեզ։ Մենք էլ քեզ դե երազանք պահի ու փչի։ Թող անպայման երազանքդ կատարվի։ Ես դեմ չեմ։ Էրիկ, ես դու ուրախ չես, որ ես եկել եմ։ Շատ ուրախ եմ։ Թող որ ես քո վերջի անհաջողությունը լինի։ Իրոք որ։ Սրանից հետո որ ավտո տեսես, մի քիչ գուշ քայլի։ Ոնց է ավետես։ Մի քիչ շփոթված։ Չի սպասում, որ ինձ հետ կդիմավորեք։ Բայց շատ շնորհակալ եմ։ Ինչ եղել է թող անցյալում մնա։ Ամենայն դեպս ես շատ ուրախ եմ, որ դու նորից դասի ես գալու։ Ես էլ եմ ուրախ։ Ես Անին եմ։ Շատ ուրախ եմ, որ վերջապես ծանոթացա քո հետ Մարին։ Ես էլ։ Դե արի մարս, արի գնանք քո տեղը նստի, քանի որ Լիզան չի եկել։ Ոնց, Մարինը տեղա նստելու։ Հա, չի, ինչը սրտովդ չի։ Ամեն ինչը։ Եթե ուզում եք իրար կողք նստեք, լիքը ազատ նստարաններ կան։ Պարտադիր Արյանայի տեղը Մարին նստացնես։ Էսի Մարիի տեղն է։ Զզվում եմ ուղղակի երկուսիցդ։ Մտածում ես ինչ ես խոսում։ Երեխեք մի կռվեք։ Իմ համար տարբերություն չկա, թե ես որտեղ կնստեմ։ Մարի ջան, դու նստի այդտեղ։ Մագան չի որ քեզ ասելու է դու որտեղ նստես։ Ու սրանից հետո լսեք ձեզ ինչ եմ ասում։ Մարիի գլխից մի մազա պակասել կամ ինչ որ մեկի իր այդ խնդիրը ունեցել, իմացեք իմ հետ խնդիր ունեք։ Ախպերի մա չեմ ջոգում։ Դու ես Մարի ընկերը, թե Միշոն։ Okay, ինչ ես խոսում, արա։ Էրի։ Անուշ ջան, նենց ուրախ եմ, որ Մարին վերջապես եկել է դպրոց։ Ես էլ։ Բարելույս սիրուններ։ Բարև ձեզ։ Անուշ ջան, էս ինչ լավ դասարան ունես։ Գիտես չէ՞։ Միացել են իրար, լիքը սալյուտ ու տորտ են բերել, որպեսզի Մարին կասեր Սիման սփրայզ անեն։ Ինչ հաճելի է։ Չնայած չեմ զարմանում։ Մարիս արդեն շատերի համար հարազատ է դարձել։ Հա։ Անուշ, որ չհարցնեմ, կտրակեմ։ Կներես էլի, բայց Մարին ու Միշոն իրար տենց իսկականից են սիրում, թե ուղղակի Ոնց հասկանում եմ, լուրջ է։ Բայց ինչի տենց տխուր։ Ախր երեխա են դուք եք։ Հա, բայց ամեն տարիք իր սերը ունի։ Դու կարևորը էդ փշան չես ընդունում։ Ինչի ուրիշ տարբերակ ունեմ։ Օծն եկել է։ Հա, ու հենց առաջի ժամն էլ քո դասարանում եմ։ Վայ, խեղճ երեխաներ։ Համաձայն եմ։ Ես ինչ խոզանոց է։ Հարց եմ տալիս։
Սա խոզանոցա թե դասարան։ Ինչ որ մեկը կբարեհաճի պատասխանել։ Ձեզ հետ է։ Տիկին Լիդիա մենք Տիկին Լիդիա երեխեքը իմ համար անակնկալ էին պատրաստել։ Ինչի։ Այսօր ծնունդը տա։ Չէ, որ լավացել եմ այդ առիթով։ Ինչ էլ իրադարձությունը։ Լավա նոր շոր առնելը չես նշում աղջիկ ջան։ Թե չէ 2 ամիս մեկ էստեղ տոն էիք սարքելու ու խոզանոց դարձնեիք դասարանը։ Ինչի եք վիրավորում։ Դու դեռ վիրավորել չես տեսել աղջիկ ջան։ Նստեք։ Տետրերը բացեք թեմատիկ են գրում։ Իսկ դու Մարի, հատակը մաքրիր։ Ես օգնում եմ։ Հայերենի հետ կապված խնդիրներ ունենք, հա։ Ես ասեցի մաքրիր, չասեցի մաքրեք։ Տետրերը բացեք։ կներեք տիկին Լիդիա, բայց ես Մարին կօգնեմ։ Ինձ էլ կներեք տիկին Լիդիա, ես եկա։ Հերիք փաստորեն լավ էլ գործանել գիտես։ Սրանից հետո սենյակդ ինքդ կմաքրես։ Հիշում ես չէ՞ քեզ ինչ էի խոստացել։ Հա, հիշում եմ, որ լավանան պետքա գնայինք ձեր տուն ծնողներիդ հետ ծանոթացնենք։ Դառնում ենք սպասում չգնանք։ Հիմա։ Էրիկս հետս խոսելը բան ուներ, ասես տանը մարդ չկա, պետք է հանդիպենք։ Էրիկն ասել, հա։ Ասեմ չես հավատա։ Ինձ էլ ասեց, որ մամ ջան կպատրաստվես, կսիրունանաս, որովհետև շատ կարևոր հյուրեր ունենք։ Ծանոթացի մամասը։ Ինքը արդեն ինչքան ժամանակ է սենց է։ Միակ բանը, որ ես ուզում եմ ձեզնից, ուզում եմ, որ դուք թշնամիներ չլինեք իրար հետ, որ իրար տեսնելուց բարևեք ու չմոռանաք, որ ես կամ։ Դե բժիշկներն ասում են կա հնարավորություն, բայց շատ մեծ գումարների հետ է կապված։ Դրա համար հիմա ես ու Վանը հանգանակություն ենք ուզում կազմակերպել։ Ու մի լավ նորություն ունեմ քեզ ասեմ։ Պապին արդեն մամայիդ հարցերով զբաղվել է, որ արտասահմանում բուժում ստանա։